Ողջույն, հարգելի հայրենակիցներ, շատ նորեն մեծ բադիվ են համար այսօր ձեզի հետ լալու եւ ինչպես միշտ, ինչպես որալ գիտեք, բավական կարևոր հարցեր ունենք միասին քննարկելու, ներկայացնելու եւ ինչու՞ չէ, միասին իրականացնելու անշուշտ ընթացքում։ Մյուս կողմեն դուք լավ գիտեք, որ ամեն շաբաթ կաշխատենք, որպեսզի ներկայացնենք ձեզի նախագահի գործերը, նախագահական գործերը, մանավանդ կապված անշուշտ ոչ միակ ներքին գործերը, այլ արտաքին գործերը Արմենիան Հայաստանի հետ։ Մենք այսօր մասնավոր թեման որոշեցինք, այդ թեման անշուշտ մեզի համար եւ ընդհանուր մեր ազգի համար շատ կարևոր թեման է Արմենիան Հայաստանը եւ ազգային իշխողություն։ Ինչ կնշանակի ազգային իշխողություն, ինչ է իշխողություն, երբ մենք կխոսենք մեր ազգի մասին եւ կխոսենք մեր պետության մասին։ Ինչ ունենք պաշտպանելու իշխողության հետ կապված եւ ինչ մեկ խոսքով ինչ կներկայացնե մեր մոտ իշխողությունը, եթե մենք մեզի կներկայացնենք որպես պետություն։ Նախ պետք է հասկանանք, որ իշխողությունը չի նշանակի ամիջապես պատմությունը։ Իշխողությունը կնշանակի ընդհանրապես ինչ որ մեր ազգը անցել է, եւ ինչպես մենք գոկտվենք մեր ազգի անցած ճանապարհը, ինչպես մենք գոկտվենք պետականորեն մեր ազգի անցած ճանապարհը, որովհետեւ կարողանանք ուժեղացնել մեր պետականությունը եւ որովհետեւ կարողանանք ընդունել դարբեր դժվարությունները, որ մեզի կսպասեն, եւ ընդունելով այդ դժվարությունները մենք կրնանք լուծումները ներկայացնենք այդ դժվարություններուն։ Մանավանդ երբ ինչպես որ դուք դերյակ եք, կալանիս պիտի բոլորս մեր ամբողջ ազգը աշխարհի հայությունը պիտի միավորե իշելու մեր զոհերի իշադակը։ Այստեղ նորեն ուզեի անդրադառնամ այդ հարցով։ Մենք երբ կհիշենք մեր զոհերի իշադակին ցեղասպանության հետ կապված, մենք չենք ասել, որ մենք կհիշենք հայկական ցեղասպանությունը։ Մենք գիտենք, որ ցեղասպանությունը որպես անցագործությունը չի կրնա հայկականելը, մենք արդեն ցեզի բացատրեցինք, որ մենք կհիշենք մեր զոհերի, ինչու կհիշենք մեր զոհերը, որովհետև եթե մենք ասենք, որ ցեղասպանությունը հայկական է, կնշանակի, որ մենք ուշադրություն չենք դարձնում, որ այդ ցեղասպանությունը, այդ անցագործությունը կատարվեցավ հայ ազգի վրա, հայ ազգի դիմաց, եւ այդ ցևով այդ ազգը, այդ հայ ազգը, Արմենիան Հայաստանի հայ ազգը անշուշտ չի նշված ցեղասպանության մեջ։ Նշված է, որ մենակ որպես հանցագործություն ցեղասպանությունը հայկական է։ Ադոր համար ես շատ լավ գիտեմ այդ քաղաքական ուժերը, որ մեր մեջ հայկականացնեցին ցեղասպանությունը, առանց ասենք նշելով որտեղ եղել է ցեղասպանություն, ինչ ազգի անտեպ եւ այլն մնացածը դուք գիտեք, մասնավոր գնեն, որպեսզի չեզոքացնեն մեր ազգի իրավունքները։ Չեզոքացնել մեր ազգի իրավունքները, որպեսզի ովևէ պետություն շիկանչվի պատասխանատվության։ Ադոր համար, երբ կխոսենք ազգային իշխողության մասին,
մենք կխոսենք անշուշտ հիմա դերյակ եք մեր բնիկության, բայց ոչ մենակ մեր բնիկության։ Պետք է հասկանանք, նայեցեք օրինակ շատ անգամ կխոսենք Բիզանտիայի կայսրության մասին։ Բիզանտիայի ազգերը կամ բիզանցիները ուր են հիմա, գոյություն ունին կամ գոյություն չունին։ Երևա որ չի գար այդպես ազգ մը կամ այդպես ժողովուրդ մը բիզանցիները եւ այդ ժողովուրդը այսօր գոյություն չունի։ Դուք լավ գիտեք որ Օսմանյան կայսրության մեջ մենք որպես հայ բավական կարևոր դիրքեր ունեինք եւ բավական մինչև 1830-ի կողմերը մեր ազգը շատ մեծ բադիվ ուներ եւ բավական զոր էր Օսմանյան կայսրության մեջ։ Ինչ եղավ, որ Կապցախ դարձավ, այդպես գսենք, չէ, սովորական լեզվով, ինչ եղավ, որ արդեն օսմանցիները, որ մեծամասնություն հայեր էին, որովհետև այստեղ թուրքերը փոքրամասնություն էին, ինչ եղավ, որ որոշեցին այդպես մեզի ոչիչացնել։ Եվ վերջի վերջո ոչ մենակ ոչիչացնել, այլ թալանել, վերցնել մեր դարածները, ամեն ինչ ընեն, որովհետեւ ընդհանրապես հայությունը գոյություն իբր թե գոյություն չունենա այդ դարածներու վրա։ Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը։ Երևա որ իրենց զորակիրը ստակ էր եւ հնարավորություն ստացան այդ զորակիրը իրականացնելու եւ ով օգնեց, որ պետությունը օգնեց իրենց այդ կոչվող ժողովուրդը, որովհետեւ մեզի լրիվ մեզի այդպես ոչիչացնե, ասենք թե փորձե ոչիչացնել Գերմանիանն է։ Դուք լավ գիտեք, որ գերմանացիները ոչ մենակ ներդրում, ասենք թե միջոցները բերին, որպեսզի օգնեն Օսմանյան կայսրության բանակը ստեղծումը եւ այլն, այլ իրենց զինվորները խրգեցին եւ իրենց օֆիցերները խրգեցին, որպեսզի ոտքի տնեն եւ կազմակերպեն Օսմանյան կայսրության բանակը։ Եվ օգնելով անշուշտ անոնք ոևեշա ունեին ատոկնության դիմաց եւ մենք գիշենք, հատորամար գսեմ, մեր իշխողությունը ըստակ է եւ ոչ մենակ մենք գիշենք, պետք է իմանանք, որ նույնիսկ մենք դիմեցինք Գերմանիա, որպեսզի պատասխան տա։ Մանավանդ որ Գերմանիոն նախագահան 2015-ից ճանաչել է Գերմանիայի մասնակցության մեր ցեղասպանության մեջ։ Այստեղ էլ կարևոր եւ մենք անպայման պետք է այս իշխողությունը բայենք եւ ոչ մենակ բայենք, ամեն տարի մենք դրամասներուն մեջ ավելի խորանանք եւ ատաստիճանով խորանանք, որ ամեն մեկ երկրի վրա, որ ոևէ չափով ուղղակի կամ անուղղակի ձևով մասնակցել է հայերու դեմ կատարված ցեղասպանությունը, անոնք պատասխանատվության կանչենք։ Այո, պատասխանատվության կանչելը չի նշանակի իրենց դեմը ոևէ քայլ ընել, կնշանակի կանչել իրենց սեղանի շուրջ եւ դիվանագիտական ձևով մեր հարցը քննարկենք իրենց հետ։ Պատասխանատվության կանչելը այդ կնշանակի, որպեսզի լուծումները գտնենք։ Նախագահի աշխատանքը արտաքին գործերով այդ նպատակ ունի, ցույց տալ, ասենք փաստերով ցույց տալ, որ այդ պետությունը պատասխանատվություն ունի եւ մենք կանչենք այդ պետությունը եւ որպեսզի կապին մեջ մտնե մեզի հետ
եւ միասին քննարկենք այդ հարցով։ Ինչպես որ հիմա գնենք օրինակ Գերմանիոն ցիցերի դիմաց, բայց ոչ մինակ մինչև Ֆրանսիա, մինչև Գրան Բրիտանիա եւ այլն եւ այլն։ Այդ իմաստով մեր աշխատանքը պիտի շարունակենք։ Մեր իշխողությունը գոկնե մեզի այս իշխողությունը, այս պետական եւ ազգային իշխողությունը, որ մենք ունենք որպես Արևմտյան Հայաստանը, գոկնե մեզի այդ տեսակ գործողությունները իրականացնելու նույնպես ալ միջազգային կազմակերպություններով դիմաց եւ կխոսենք այստեղ միջազգային կազմակերպությունները կխոսենք եւ Եվրոմիության մասին եւ ՄԱԳ-ի մասին, Միացյալ Ազգերի կազմակերպության։ Եվ նույն ցեղով մենք այդ պատետները կպատրաստենք մեր իշխողության իման վրա, ազգային պետական իշխողության իման վրա եւ կխրգենք եւ կներկայացնենք այդ միջազգային կազմակերպություններուն։ Այստեղ հարգելիներս պետք է դարբերվենք մենք միջազգային կազմակերպությունները եւ դատարանները։ Միջազգային կազմակերպությունները ունին քաղաքական հիմք որևէ որոշում ներկայացնելու քաղաքական դաշտում։ Դատարանները ունին իրավարական հիմքեր որովհետեւ վճիրները ներկայացնեն։ Մեր այստեղ պետք է ըստակ լա մեր մեջ որևէ հայտարարություն կամ նույնիսկ որևէ որոշում վճիր չեն անմիջապես։ Սա քաղաքական դիրքորոշումներն են որևէ հարցի դիմաց։ Մեր օրինակ որևէ ճանաչում, Ֆրանսիայի ճանաչում, Ռուսաստանի ճանաչում, ցեղասպանության հետ կապված եւ այլն, քաղաքական որոշումներն են, քաղաքական ճանաչումներն են, որ մենք կրնանք օգտագործել որևէ դատարանի դիմաց։ Այս դարբերությունը պետք է ունենք, ինչու համար։ Երբ օրինակ Արցախին հետ կապված մեր իշխողությունը հստակ պետք է լա։ Եթե օրինակ Ֆրանսիա կորոշի, որ քույր քաղաքներու պայմանագիրները չեզոքացնեն եւ զերո դարձնեն։ Սա քաղաքական որոշումն է իրականության։ Արցախի եւ Ֆրանսիայի քույր քաղաքներու հարաբերությունները զերո դարձնել։ Այդ գործողությունը քաղաքական որոշումն է։ Այդ քաղաքական որոշումն է, որ օգնեց Բաքվի իշխանությունները, ռեժիմը Արցախի գործողությունը սկսել 1 տարի հետո 2019-ից Ֆրանսիա որոշել է, որ այդ չի պետք է լինի եւ որոշել է չեզոքացնել քույր քաղաքներուն հարաբերությունները եւ 1 տարի հետո արդեն Բաքվի ռեժիմը սկսել է պատերազմը Արցախի դիմաց։ Սա մեկ հատ խնդիրն է, որ պետք է իմանանք, որ այդ խնդիրը քաղաքական խնդիրն է։ Այդ խնդիրը իրավաբանական ոչ մի հիմք չունի։ Տարբերություն կխնդրեմ, որ հաշվի առնենք։ Ուրիշ քայլը 2022-ը, երբ արդեն բարոն Մակրոնը, Շարլ Միշելը եւ Երևանյան իշխանության ներկայացուցիչը որոշեցին արդեն, որ Արցախը հանձնվի Ադրբեջանի, այս որոշումը ոչ մի իրավաբանական հիմք չունի։ Մանավանդ միջազգային դատարանի վճիռը ապացուցեց։ Եվ մեր բողոքները, որ մենք ըրինք դատարանում, պիտի ապացուցե, որ այդ տեսակ
քաղաքական որոշումը ոչ մի իմքը չունի։ Մեր ընդանուր իշխողությունը հնարավորություն կտա մեզի ապացուցելու, որ այդպես չէ, քաղաքական որոշումը լրիվ կեղծիք մնե դեմ ոչ մենակ արցախցիներուն, դեմ Միացյալ Հայաստանի պետության, դեմ ուղղակի Արևմտյան Հայաստանի, որովհետև մեզի համար դուք լավ գիտեք, որ Արցախը Արևմտյան Հայաստանի մաս կազմի։ Իրավանական տեսանկյունեն, նորեն կկրկնեմ, Արցախը Արևմտյան Հայաստանի մաս կազմի իրավանական տեսանկյունեն։ Անշուշտ օկուպացված է այսօր, բայց ես ձեզի բացատրեցի, որ այդ օկուպացումը, այդ գործողությունը քաղաքական գործողություն մնե եւ այդ պատերազմները պայմանավորված պատերազմներն են, որովհետեւ անձնվի այստեղ պետք է հասկանանք, որ մենք իրավանական տեսանկյունեն պիտի այդ պայքարը տանենք, չէ՞, ասենք թե նորմալ է, չէ՞, ասենք թե բնական է, որ մենք շարունակենք պայքարել մեր իրավունքները վերահաստատելու կամ հաստատելու համար։ Եվ այդ պայքարը հիմա պատերազմը չէ, պայքարը պայքար է, եւ այդ իրավանական պայքարը պետք է շարունակվի։ Նույն ժամանակ իմ ելույթս այսօր քաղաքական բնույթ ունի։ Այդ քաղաքական պայքարը պետք է չէ տանենք, որովհետեւ դուք ճիշտ իմանաք եւ ճիշտ տարբերվեք պրոպագանդայի խոսքերը, ասենք թե ինչ որ կդարազվի քաղաքական դաշտում եւ ինչպես որ մենք կներկայացնենք այդ քաղաքական դաշտը եւ ինչու մենք պատրաստ ենք ընդունելու կամ չընդունելու ինչ կդարազվի հասարակության մեջ, որպես Արևմտյան Հայաստան։ Օրինակ, մենք չենք ընդունել որևէ քայլ մեր հայրենակիցներու անտեմ, մեր հայրենակիցներու դեմ։ Արցախի հայերը մեր պետության քաղաքացիության իրավունք ունին եւ մեր քաղաքացիներն են եւ մենք մեր քաղաքացիները պատրաստ ենք ամեն ինչով դատարանի դիմաց պաշտպանելու եւ որևէ Արցախի հայության մեջ կամ որևէ Արևմտյան Հայաստանի կողմեն կամ որևէ մեկը որ գտիմե մեզի որբեսի մենք իրենց իրավունքները պաշտպանենք, մենք դատարանի դիմաց կպաշտպանենք այդ իրավունքները, բայց չենք պաշտպանելու մենակ դատարանի դիմաց, ինչպես որ հիմա կտեսնաք իմ քաղաքական խոսքերով, նույնիսկ նալ կպաշտպանենք քաղաքական դաշտում։ Հասարակության դիմաց ելույթ ունենք եւ բարձ մենք կներկայացնենք իրական վիճակը։ Հիմա նորեն պետք է ճիշտ պատկերացնեք, եթե մենք չունեինք այդ իշխողությունը, այդ ազգային իշխողությունը, մենք չէինք կրնար այդպես իրական աշխատանքները տանել եւ այդպես պաշտպանել մեր իրավունքները եւ քաղաքական դաշտում եւ իրավանական դաշտում։ Այդ իշխողությունն է, ինչ որ կապված է անշուշտ ցեղասպանություն հետ, որովհետեւ մեր իրականության ցեղասպանությունը քրեական գործողություններու ամենեն քրեականն է, c'était le crime des crimes եւ այս քրեականությունը մեր անտեպ ինքը անժամկելի է, ասենք ժամանակն չունի եւ մենք երբ մենք պետք ունենք, երբ մենք գուզենք կամ երբ մենք հնարավորություն ունենք մեր իրավունքները պաշտպանելու, եթե անժամանակնելի է
ցեղասպանություն, ով պիտի ասե մեզի, որ մենք որոշեցինք չսպանվենք Արևմտյան Հայաստանի իրավունքներով, ով, եթե կան, որ այդպես որոշեցին լրիվ չեզոքարտներ կամ ժխտել Արևմտյան Հայաստանի իրավունքները, թողաբացուցեն երբ ըրին, ինչպես ըրին, եւ ինչպես ըրին շատ կարեւոր է, որովհետեւ եթե այդպես հայտարարություն կա, եթե այդպես որոշում կա, որ իսկական հայերու կողմեն որոշեցին փակել հայկական հարցը կամ փակել Արևմտյան Հայաստանի հարցը, իրենց խնդիրն է, բայց իմանանք երբ որոշեցինք եւ ինչպես, բայց իրականության իրենց խնդիրն է, որովհետեւ որևէ հայ այս աշխարհում լեգիտիմություն ունի Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանելու, Արցախի հայության իրավունքները պաշտպանելու եւ մնացած հայկական տարածքներու իրավունքները պաշտպանելու, մանավանդ որպես բնիկ հումի պետք է որ մագում օրինակ 144 կամ 145 պետությունները ճանչնան բնիկ ժողովուրդներու կամ ազգերու իրավունքները, եթե մենք չի օգտվենք այդ իրավունքները որպես բնիկ ազգ, ումի պետք եւ կարդացեք գրավիրեմ ձեզի, կարդացեք բնիկ ժողովուրդներու իրավունքների հռչակագիրը եւ ամեն ինչ ըստակ կիմանաք։ Հիմա ինչ բաժարը կրնանք ունենալ մենք մեր հիշողությունը մոռանալու, ինչ բաժարը պետք է ունենանք որպես մեր իրավունքները մոռանանք, բաժարը որն է, որ մենք չսփավենք մեր ազգային հարցերով եւ չի պաշտպանենք մեզի, բաժարը որն է, եւ մանավանդ մենք այստեղ չենք խոսիլ ուղղակի Երևանյան իշխանություններու դիրքորոշումներու ամենաշաբես կամ իրենց քաղաքականությունը, եթե իրենց քաղաքականությունը վնաս չի բերելու մեզի, մենք չենք միջամտելու, բայց եթե իրենց քաղաքականությունը վնաս կբերե մեզի, անպայման մենք այստեղ ենք մեզի պաշտպանելու համար, մենք այստեղ ենք ներկայացնելու համար խնդիրները, մենք այստեղ ենք բացատրելու համար, որպեսզի լուծումը գտնվի, որովհետև այդ լուծումը մենք պետք ունենք հասկանալ եւ իմանալ, բայց այդ վնասները ինչու համար են, ասենք թե նպատակը որն է, շարունակել ոչ մենակ ֆիզիկական ցեղասպանություն, այլ մեր իշխողությունը ոչնչացնել, ով իրավունք ունի այս աշխարհում մեր ազգային հայկական իշխողությունը վնասել, ոչնչացնել, դեմ դուրս գալ կամ չեզոքացնել, ով ոչ մեկը, եւ արդեն իրականության կրնամ ասեմ ցեզի ուղղակի ցեվով ուշացել են, անոնք որ գուզեն մինչև այսօր կամ ամեն ինչ ըրին, որպեսի չեզոքացնեն մեր իշխողությունը, չհաջողվեցան։ Նույնիսկ անոնք, օրինակ Ֆրանսիայի մեջ բավական բզդիկ կազմակերպություններ կան, որ գործակորձեն հայերու դեմ կատարված ցեղասպանության ապրիլ 24-ը, որպեսի անշուշտ միավորեն ամայնքները կմիավորեն, բայց վերջը ինչ կնեն այդ ամայնքներուն հետ, անոնք գաշխատին մեր իրավունքները պաշտպանելու, անոնք ոևէ դատական աշխատանքները գնեն, ասենք դե ցեղասպանության դեմ կամ ոևէ պետության դեմ, որպեսի ադուցումը ներկայացնե հայության, այդպես գործողություն չեն անել, 100 տարի է, որ ոչ մեկը
այդպես գործողություն չրա։ Բայց ինչ կնեն, եթե այդպես է ամանքներ ունեն, գործակորզեն ինչպես ամանքները, իրենց անձնական քաղաքական շահերու համար, այս դե ոևէ ատորմը ստանալու, այդ Ֆրանսիայի օրինակ քաղաքական դաշտում, այդ է նպատակը, ասենք թե օգտվել մեր զոհերը, մեր զոհերի իշադակը, ոևէ աթորը ստանալու համար, այստեղ ալ պետք է խոսվենք այդ մասին, ամիջավես Արևմտյան Հայաստանի, եթե ես և Արևմտյան Հայաստանի կառավարությունը համաձայն չենք, որ ոևէ մեկը օգտվի մեր զոհերի իշադակը, ոևէ քաղաքական շահերը ստանալու ոչ օգուտ անշուշտ մեր ընդհանուր Արևմտյան Հայաստանի հարցով։ Արևմտյան Հայաստանի հարցի մասին է խոսքը։ Ես շատ լավ կասկնամ, BDS-ն, բայց մենք այդպես աթոր կստանանք և մենք կօգնենք Հայաստան։ Հայաստան որին կօգնենք։ Որին կուզեք օգնել Հայաստանում։ Եթե մեր իրավունքներու մասին խոսքը չի գա, եթե Արցախի հայության իրավունքներու մասին խոսքը չի գա, Հայաստանում կամ Երևանյան Հայաստանի մասին է խոսքը, որին կուզեք օգնել այնտեղ, և ինչպես, և ինչ նպատակով։ Ասենք մենք կասկնանք ինչպես կրնանք դեմ դուրս գալ մեր իշխողության։ Ասենք մենք իշխողություն կչեզոքացնենք, մենք այսօր կգենտոնացվենք ամեն ինչ Երևանյան Հայաստանի վրա, և մենք կմոռանանք նույն ժամանակ, ինչ կատարվեցավ, ցեղասպանությունը կատարվեցավ, ինչ վնասները ստացանք և ինչ հետևանքները այդ վնասները ունին մեր սերունդներու վրա, մեր ընտանիքներուն և երեխաներուն վրա։ Մենք լրիվ ամեն ինչ մոռանանք և մենք մինակ ասենք թե թիկուն գայնենք հումի, չգիտեմ իրականության Երևանյան իշխանություններուն, որպեսզի ինչով զբաղվեն։ Եթե նույնիսկ Երևանյան իշխանություններուն մոտ մեկ անգամ մեզ հետ կապված, մեկ անգամ բացի բացասական դրական խոսքը չի գա։ Կպատկերացնեք հայրենակիցները, որ Արևմտյան Հայաստանի հայության, ուղղված հայության համար, Արևմտյան Հայաստանի, դրական ոչ մի խոսքը չի գա։ Հատորհամար քիչ չեմ զարմանում, անշուշտ չեմ զարմանում, բայց կուզեմ ասել, որ եթե մենք այդպես կշարունակենք, մենք վնաս կբերենք ոչ մենակ ֆիզիկապես մեզի, ասենք թե շարունակությունը, ցեղասպանությունը կշարունակվի, ցեղասպանությունը կշարունակվի մեր իշխողության վրա, մենք չհիշենք մենք ով ենք և որտեղ ենք ուկանք և ինչ վնասները ստացանք և այլն եւ այլն։ Այդ համար այդպես չի լինելու և այդ համար Արևմտյան Հայաստանի կառավարությունը կշարունակի իրեն պայքարը, այս պայքարը մենք կպայքարենք ոչ միակ անշուշտ ինչպես որ կտեսնակ և ինչպես որ ցեզի կներկայացնեմ մեր գոյության համար, ոչ միակ մեր հեյության համար, ոչ միակ մեր հիմնության համար, ոչ միակ մեր մշակույթի կամ ավանդույթներուն համար, մենք կպայքարենք նույնիսկ մեր տարածքներուն հետ բերելու համար։ Բայց մեկ հատ կարևոր հարց ինձի դվին և կուզեի այդ հարցը կարդամ, որպեսզի դուք ալ ճիշտ պատկերացնեք։ Եթե իրատեսական լինենք, նայեցեք, իրատեսական լինելը արդեն գասկածի տակ կտնե այդ հարցը մեր աշխատանքի։ Արևմտյան Հայաստանի կառավարության նպատակները երբ կարող են իրականանալ, պատկերացնեք, օրինակ, նույնիսկ ժամկետն ալ կառաջարկեն այդ հարցը մեզի,
2 տարվա ընթացքում, թե առաջիկա 100 տարիների ընթացքում։ Ասենք թե, այդ հարցը ինչու ցեզի կներկայացնեմ։ Նախ իրադեսական լինել կներեք, դուք աշխի կառնեք, որ մենք ունեցել ենք եւ ազատագրեցինք Արցախը եւ մեր Արևմտյան Հայաստանի հայության մասնակցելով ազատագրումը եւ ամեն ինչ իրականել եւ իրականացվեցավ եւ ադիմաստով է եւ ադիման վրա է, որ մենք ձևավորեցինք եւ կազմակերպեցինք Շուշիում Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը եւ դուք հիմա հարց եք տալիս մեզի, եթե իրադեսական լինենք, բայց մենք իրադեսական էինք, չէ, երբ Շուշին ազատագրված էր եւ մենք կազմակերպեցինք եւ ոտքի դրինք ուժեղացանք Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը։ Շատ այդ հարցն ալ, ասենք թե վաղամիսօր, եթե մենք Սյունիքն չունենանք, այդ իրադեսական լինելը, չլինելը, ինչ պիտի լա մեր հետ կապված։ Ուրիշ բան։ Արևմտյան Հայաստանի կառավարության նպատակները երբ կարող են իրականանալ։ Պետք է այստեղ հասկանանք, հարգելիներս, Արևմտյան Հայաստանի կառավարության նպատակները ամեն օր իրականանանք, ամեն օր, որովհետև ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ կծառայենք Արևմտյան Հայաստանի նպատակները իրականանալու համար։ Այստեղ այդքան երացել եք Արևմտյան Հայաստանից, Արևմտյան Հայաստանի ազգային գաղափարից, ձեր տարածքներից, ամեն ինչից երացել եք, որ նույնիսկ չեք պատկերացնում, որ կրնա պատահել, որ կառավարությունների համագարկ մլինի, որ ամեն օր կծառայե Արևմտյան Հայաստանի բնիկ ազգի համար եւ Արևմտյան Հայաստանի տարածքի համար։ Չեք պատկերացնում։ Դա կրկիր է, իսկապես, որովհետեւ կմտածեք ինչ, կմտածեք, որ օրինակ չուր կծեզենք մենք, ասել է մեր ժամանակը գործակորզենք ադբես, ասենք թե մեր ժամանակը կորսվենք մեր իրավունքները պաշտպանելով։ Ադոր համար, երբ մենք ստեղծեցինք եւ մեր ազգային խորհուրդը, մենք ստեղծեցինք համագարկը, այդ համագարկը, որ կծառայե մեր իրավունքները իրականացնելու, այդ իրականացմանը չենք ամեն օր իրականացնենք։ Մեր գոյությունը ամեն օր մենք ցույց ենք տալիս աշխարհում, որ մենք գոյություն ունենք որպես Արևմտյան Հայաստանի հայ, որպես Արևմտյան Հայաստանի ազգ, եւ ազգը մենք չենք սահմանափակելու կամ Երևանյան Հայաստանի ժողովուրդով կամ այդպես ներկայացված ձեր կողմեն ներկայացված փյուրքի անդամներով, չէ, մեր ազգը չենք սահմանափակելու այդ ցևով, մեր ազգը ավելի լայն է, մեր քաղաքացիները ամեն դեղեն են եւ Արևմտյան Հայաստանի ներս են եւ Արևմտյան Հայաստանի դուրս են, չեք պատկերացնելու, որովհետեւ ոչ մեկը ցեզի չի բացատրեց, ինչ է Արևմտյան Հայաստանի հնարավորությունները, ինչ կնշանակի Արևմտյան Հայաստանի հայ ըլլալը, ինչ իրավունքներ ունենք կապված այդ ցեղասպանություն, որ կատարվեցավ մեր անտեպ, եւ այդ պետությունները, որ մասնակցեցին այդ ցեղասպանությունը, ինչ տեսակ պատասխանները պետք է ներկայացնեն եւ մեզի եւ դատարանի դիմաց։ Դուք չեք պատկերացնում, որովհետեւ 100 տարի վեր ոչ մեկը այդպես չի պատրաստել ցեզի, չի բացատրել ցեզի եւ ոչ մեկը ինչու չի բացատրեցին այդ քաղաքական ուժերը, որովհետեւ շահագրգռված էին
որ չի բացատրեն ցեզի եւ շահագրգռված էին որբեսի չի լինի Արևմտյան Հայաստանը եւ շահագրգռված էին որբեսի ամբողջական Հայաստանի իրավունքները չի պաշտպանեն ադորամար այդպես է վիճակը եւ ադորամար է որ ովևէ անձը եւ ցեզի էսի եւ նորեն կգրկնեմ ովևէ անձ Բեդության ովևէ ռեժիմի ներկայացուցիչը կամ ովևէ քաղաքի ներկայացուցիչը իրավունք ունի մեր հայության անտեպ մեկ հատ մազմը կաշել իրավունք չունիք այդպես մադը թնել եւ մեզի ինչ տեսակ թասերը դալ ոչ մեկը իրավունք չունի որովհետեւ մենք ինչ որ մենք անցել ենք ովևէ մեկը չանցավ ինչ դժվարությունները անցել ենք մենք ինչ էինք մենք մեր ազգը քաղաքակրթություն ուներ այդ քաղաքակրթությունը ամենեն özոր քաղաքակրթությունն էր երկագունդի վրա եւ մեր ազգը ուներ շատ հին պատմություն եւ այդ քաղաքակրթությունը այդ պատմությունը այդ ամեն ինչը մեր իշխողության մեջն է եւ մեր ազգային իշխողություն մեջն է եւ այդ ազգային իշխողությունը մենք մինչեւ այսօր կպաշտպանենք որպես Արևմտյան Հայաստանի հայություն հիմա եթե գուզեք փոքրիկացնել մեզի փագել մեզի կամ չեզոքացնել մեզի կամ չեմ գիտել ինչ չեք աչովելու գիտեք ինչու համար չեք աչովելու որովհետև արդեն զարտունգը անցել է եթե դուք այդ գնացքի մեջ դեղ չունիք այսօր վաղը միսօր գունենաք բայց արդեն գնացքը շարժվեցավ եւ գնացքը առաջ կերտա հիմա ցեզի հետ կերտա առաջ առանց ցեզի վաղը միսօր կրնա նույնիսկ այդ գնացքը շարունակե ձեր երեխաներուն եթե ձեզ յետ չէ որովհետև այդ գնացքը ոչ մեկը չի կրնար կայնեցնել ցեղասպանությունը չի կրծավ կայնեցնել մեր պայքարը մեր իրավանական պայքարը մեր քաղաքական պայքարը մեր ազատագրական պայքարը ցեղասպանությունը չի կրծավ կայնեցնել գուզեք դու կայնեցնել ովևէ դեղմը ըլլանով չեք կրնար ադորամար ադիշողությունը եթե չունիք դուք չի նշանակե որ մենք չունենք եւ մենք պատրաստ ենք ցեզի ներկայացնելու այդ ամեն ինչը այդ ընդանուր այդ ուժը որ մեր մոտ գոյություն ունի մենք պատրաստ ենք ցեզի ներկայացնելու մենք պատրաստ ենք ցեզի հետ քիսելու բաժնվելու որովհետեւ ուզած չուզած մեր զավակներուն մեջն է անդամ է մեր հայրենակիցներն եք գուզեք կամ չեք ուզել եթե քիչ առաջ ասի եթե դուք չեք ուզել այս ժամանակներուն մեջ մեր հայրենակից լալը վաղը միսօր ձեր զավակները կգնան լալ եւ մենք այդ մասին կմտածենք ադորամար մենք այստեղ ենք ցեզի ուժեղացնելու համար մենք այստեղ չենք ցեզի մադով թափտալու կամ ցեզի ովևէ ցևով վնասելու կամ սեղմելու կամ ձեր իրավունքները ոչնչացնելու կամ չեզոքացնելու մենք այստեղ ենք ցեզի ուժեղացնելու եթե չեք գիտեր ովևէ ցևով ես Արևմտյան Հայաստանի նախագահ եմ եւ ընդրված նախագահ եմ մեր պատգամավորներու կողմեն բայց եթե չեք գիտեր ովևէ մեկին չեք գիտեր որին ընդրեք մի մոռանաք որ ունիք Արևմտյան Հայաստանի նախագահը մի մոռանաք որ ունիք մեկ հատ անձը որ ամեն ինչ պատրաստել էր որովհետեւ դուք ուժեղանաք եւ լավ զգաք եւ այդ անձը եւ իր կառավարության եւ ազգային ժողովի պատգամավորներուն հետ պատրաստ է ամեն ինչ անել որովհետեւ դուք լավ զգաք եւ ուժեղ զգաք ուժեղ ինչ կնշանակի մենք ապացուցեցինք չէ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ
ինչ կրնանք անել եւ ինչպես կրնանք անել։ Մենք աբացուցեցինք, որ կրնանք 0-ից փանակ ստեղծել։ Մենք աբացուցեցինք, որ այդ 0-ից փանակը ստեղծմանը կարողացանք նույնիսկ հատուկ ուժերը ստեղծել։ Հատուկ ուժերը, որ իրենց ամենեն լավագույն ձևով ցույց տվին, որ եւ հարգանքով կրնան նույն ժամանակ մեր տարածքները պաշտպանեն եւ նույն ժամանակ նույնիսկ դաշնամիներուն, ասենք թե ժողովուրդները դաշնամի ագարորդ ժողովուրդներուն հարգանք ցույց տալ, որովհետեւ մենք մեր մոտ իրավունք չունենք վնաս բերել այդ ժողովուրդները, որ մեր դեմ էին, կամ այդ ժողովուրդները, որ գաբրեին մեր տարածքի վրա։ Մենք միշտ հարգանքով Լեոնիդ Ասկալյանը գսեր, միշտ գսեր, մենք չենք տպնելու մեր ասենք թե այդ ժողովուրդները, որ գաբրին մեր տարածքում, եթե գուզեներ տար թողեր տան, բայց մենք երբեք չստիպեցինք, օրինակ շուտով ապրիլ 1-ը պիտի նորեն նշենք այս տարի Կարվաճարի ազատագրումը։ Կարվաճարի ազատագրումը մենք երբեք չի վրընդեցինք անդեղի թուրքերը կամ ուրիշ ժողովուրդները, որ գաբրեին։ Անոնք որոշեցին դուրս գալ անդեղը Կարվաճարեն։ Եվ մենք կտեսնենք իրենց ոչ մեկ անգամ երբեք չի վնասեցինք եւ չեք կրնար ովևէ փաստ գտնել, որ հայ զինվորը վնացեց Կարվաճարի ապրող ժողովուրդները։ Չեք գտներում, որովհետև չի կա։ Բիդեսեք, բայց ինչպես մենք կրնանք այդպես ըլլար դաշնամի ժողովրդի կողմեն եւ թուրքերը անոնք մեզի կվնասեն, կկոտորեն կամ կթարանեն, որովհետև մենք պետք է հասկանանք, որ մենք այն ժամանակ զինվորական հոգիով կմոտիկանայինք, մենք աստեղ չէինք ովևէ ուրիշ վնաս բերելու, մենք աստեղ էինք մեր հայրենակիցները, մեր ազգը եւ մեր տարածքը պաշտպանելու։ Հայ զինվորը այդպես մակարդակ ուներ եւ հայ զինվորը այդպես մակարդակ ունի եւ պիտի շարունակի ունենալ։ Կապ չունի ինչ որ անցել է, ինչ որ բադայեցավ այդ դարիները, ինչ դժվարությունները անցել ենք եւ ինչ վնասները ունեցանք, այդ ամեն ինչն ալ կփոխվի եւ միասին պիտի փոխվի, որովհետեւ արդեն կտեսնանք, որ ավարտը եկավ, կտեսնանք, որ արդեն մեր ազգի մակարդակը փոխվեց եւ ուժեղացավ եւ կապ չունի ինչքան փորձեցին վախ մթնոլորտ ստեղծել մեր մեջ, ինչքան փորձեցին վնասել մեր մեջ տարբեր ձևով, որպեսի մեկը մյուսից անտեպ նույնիսկ ընտանիքներուն մեջ բաժնվեն մեզի, չի աչողվեցան։ Այդքան տարիներուն մեջ չի աչողվեցան եւ մենք պատրաստ ենք այսօր վերականգնել մեր ազգի իշխողությունը, մեր ազգի սերը։ Հայո։ Եթե այս իշխողությունը չունենք, ինչպես որ դուք տեսաք, որ փորձեցին այդ իշխողության դեմ դուրս գալը, իբր թե Արևմտյան Հայաստանը դարձավ պատմական Հայաստանը։ Իբր թե մենք պատմություն ենք, մենք ռեալ չենք, հա։ Ասենք թե դուք եք ռեալ, բայց դուք չի պիտի լինեք, մենք ռեալ չենք, բայց մենք պիտի լինենք։ Կրնակ բացատրել ինձի, ինչպես եղավ սա։ Կրնակ բացատրել ինձի այդ շարժումը եւ ատոսանքը, որ կտարածվի Արևմտյան Հայաստանի շուրջ, կտարածվի ոչ միակ Արևմտյան Հայաստանի ներս, կտարածվի այդ ամբողջ հայության մեջ։ Բացատրեք ինձ ինչու համար։ Եթե ժողովրդավարությունը կհարգենք, ինչու մենք աշվի ովևէ քաղաքական ուժ
Աշվի չի առնել, որ Արևմտյան Հայաստանի հոսանքը կտարածվի ամբողջ հայության, եւ ամբողջ հայությանը պատրաստ է ոտքի գայնել Արևմտյան Հայաստանի իրավունքները պաշտպանելու։ Ինչու աշվի չեք առնում։ Այդ քաղաքական ուժերը ինչու աշվի չեն առնում։ Որովհետեւ իրենց օգտակար չէ, իրենց օգուտ չէ, անոնք այստեղ չեն ազգի եւ ընդանուր ամբողջական պետության իրավունքները պաշտպանելու։ Այս ուժերը այստեղ են իրենց անձնական բզդիկ հնարավորությունները պաշտպանելու համար։ Իհադոր համար այդ օսանքը որ կտարածվի, այդ ուժը որ կտարածվի, եւ ես գիտեմ, որ ապրիլ 24-ը հայտարարի շատ ավելի ուժեղ դիտելա քան թե մյուս տարիներ, որովհետեւ ամբողջ աշխարհի հայությունը պիտի ոտքի կայնե մեկ վրունքով, մեծ ուժով Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանելու, ապացուցելու համար, որ նույնիսկ եթե կատարվեցավ ցեղասպանությունը, մենք այստեղ գոյություն ունենք, մենք ոտքի ենք եւ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր իրավունքները այդ պայքարը դանենք մեր իրավունքները ոտքի իրականացնելու համար։ Եթե չէ, իմաստը որն է, որ կմիանանք ապրիլ 24-ին։ Մեր զոհերի իշադակը, մեր զոհերը ինչ պետք ունին։ Մեր զոհերը պետք ունին, որ մենք որպես իրենց զավակները շարունակենք այդ պայքարը։ Մեր զոհերը այդ կուզեն, որ մենք շարունակենք այդ պայքարը, որովհետև այդ վիճակը, այդ անցակոլ վիճակը, որ կատարվեցավ մեր անտեպ, անընդունելի է, որ ոչնչացնեցին եւ մեզի վնասեցին ադաստիճանով, անընդունելի է։ Եվ այդ քրեական ուժերը, որ նորեն կան այսօր, նորեն ոտքի են եւ նորեն պատրաստ են շարունակել մեզի ցեղասպանել, այդ քրեական ուժերի դեմ մենք պիտի ոտքի կայնենք։ Եվ ադոր համար այս տարի ապրիլ 24-ը մեր բռունցքով, մեկ ուժով մենք իշենք մեր ազգային պետական իշխողությունը, մենք միասնենք, ցույց տանք աշխարհի դիմաց, ցույց տանք մեր Արևմտյան Հայաստանի դրոշակի տակ, որ հայ ազգը ոտքի է, հայ ազգը չի զիջելու, չի ձուլվելու, հայ ազգը պատրաստ է շարունակել իր առաքելությունը։ Շնորհակալություն հայրենակիցները եւ նորեն շուտով միանանք։ Հաջողություն ձեզ։